Հայաստանում էլեկտրոմոբիլ ունենալը դառնում է այլ ավելի շահավետ։ Վերջերս տեղի ունեցել փոփոխություններ, համաձայն որի էլեկտրոմոբիլների գույքահարկի հաշվարկի հատուկ կարգ է սահմանվել ու էականորեն նվազել է էլեկտրոմոբիլների համար գույքահարկը։ Պրոբլեմը ինչու՞մ էր կայանում, էլեկտրոմոբիլներում կա այդ առավելագույն պիկային ինչ-որ հզորություն, որը ցեղ պասպորտներում հաշվառման վկայականում արձանագրվում է։ Ու գույքահարկը հաշվարկվում էր այդ թվից։ Օրինակ, շատ էլեկտրոմոբիլներ կա, որ 400, 500, 600 ձիաուժ են իրանց ոնց որ տեխնիկական բնութագրով գալիս, ինչով նշանակում է նախ մեքենան թարմ, այսինքն գույքահարկի 100%-ն են վճարում, եւ երկրորդը ինչքան ձիաուժը շատ է, այդքան գույքահարկը էականորեն շատ է մեծանում։ Ու ընդունվեց որոշում, որ էլեկտրոմոբիլների համար կհաշվարկվի այլ լոգիկայով։ Հիմա ինչա փոխվում։ Եթե քո մեքենան միջով 250 ձիաուժ է, քո 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի ու ինչ թիվով ստանում ենք, այդքան ձիաուժի լոգիկայով է քո հարկը վճարվում։ Եթե օրինակի համար 400 կամ 500 է, առաջ 250-ը բաժանվում է 1.5-ի, դրան հաջորդողը բաժանվում է 2.5-ի։ Հիմա թվով բերեմ օրինակ, որ պատկերացնես 2025 թվականի 500 ձիաուժով էլեկտրոմոբիլի համար նախկին լոգիկայով պետք է վճարվեր 600,000 դրամ գույքահարկ, հիմա նոր տրամաբանությամբ կվճարվի 250,000 դրամ, այսինքն փոփոխությունը շատ էական է։ Մենք պատրաստել ենք հաշվիչ, որտեղ ընդամենը պետք է գրել մեքենայի ձիաուժը եւ արտադրության տարեթիվը, եւ մեր հաշվիչը մի վայրկյանի ընթացքում կհաշվի, հերիք չի, մի հատ մանրամասն կգրի ոնց է տեղի ունենում այդ հաշվարկը։